Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Աշակյան, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց հունիսի 7-ի ընտրության արդյունքները, նախնական հաշվարկը այսպիսին է՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 49.825%, Ուժեղ Հայաստան կուսակցություն 23.281%, Հայաստան Դաշինք 9.934%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3.996%, Բարգավաճ Հայաստանը 4%-ի մեջ է տատանվում եւ դեռ հստակ չանցնում է խորհրդարան թե չէ, բայց ընդհանուր առմամբ, պարոն Աշակյան, արդյոք սպասելի էր ձեր համար ուժերի նման դասավորությունը եւ եթե ամփոփենք, ինչ ընտրեց ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպիսի խորհրդարան ընտրեց։ Ես պետք է պատասխանեմ անցանկալի, բայց սպասելի արդյունք էր, ցանկալի չէր։ Ես դրա դեմ պայքարել եմ, չէի ուզում որ այդպես լինի։ Անցանկալի հատկապես ընդդիմադիր ուժերի մասով նկատի ունեք։ Ընդդիմադիր, որովհետև նույնիսկ մեր պայքարի գլխավոր դրույթներից մեկը, եթե չասեն գլխավոր դրույթը, դա էր, որ մենք գալիս ենք ընդդիմափոխություն կատարելու, այսինքն այլ կերպ նույնիսկ մենք համարձակվում էինք ասել, որ գալիս ենք ազատագրելու ազգային ժողովը օկուպանտներից, այսինքն մենք համարում էինք, որ հիմա ես այդպես եմ կարծում, որ մեր ազգային ժողովի մի հատվածը կամ Հայաստանի Հանրապետության իշխանության մի հատվածը օկուպացված է հակառակորդի կողմից, Եվրազիական միության կողմից, գլխավոր ուժը Եվրազիական միության կամ ուզում եք Մաքսային միության, նախկին SSR-ի, SNG-ի, դրանք բոլորը ոսկե հորդայի մնացորդներն են։ Այսինքն ոսկե հորդան Հայաստանում ունի իշխանության մասնաբաժին։ Ոսկե հորդա ասելով ինչ նկատի ունեք։ Ռուսական իմպերիայի, ասենք ասենք, ռուս-ղփչակյան, ռուս-թուրքական իմպերիայի ազդեցությունը Հայաստանում 30% է։ Այսինքն նրանք ունեն ոչ միայն, այսինքն այդ տեխնիկական, տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական, այլ զուտ իշխանական մանդատային ազդեցություն ունեն։ Նրանք վճռկայացնելու իրավունք ունեն Հայաստանի իշխանությունում։ Մեր ծրագիրն էր վռնդել նրանց, ազատագրել Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը օկուպացիոն ռեժիմից։ Պատկերացրեք ինչքան անցանկալի բան է ճանաչել, ընդունել, հասկանալ, որ Հայաստանը քո իշխանությունը, քո հայրենիքում կա հակառակորդի ազդեցիկ ուժը, որը որոշումներ է կայացնում անվտանգության, տնտեսության, Պարոն Աշակյան, իսկ այն, որ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է կազմել ամեն դեպքում այս ընտրությունների արդյունքով, դա սպասելի էր եւ սա նաեւ ինչի մասին է խոսում։ Դա սպասելի էր եւ ցանկալի էր։ Մենք նույնիսկ չենք շոշափել այդ հարցը, ասենք այդ տարածքը մերը չի։ Մենք չենք մտել վարչապետի, նախարարների, տեխնացուներ, ազգային ժողովի պաշտոնների հարց չենք դրել։ Ուղղակի թիրախավորել ենք հենց ընդդիմությունը, որովհետև մեր կարծիքով հենց դա է այսօր խանգարում մեր երկրի առաջընթացին, անվտանգությանը, զարգացմանը։ Եվ մեծ մասը ըստ էության ընտրել է առաջընթաց, անվտանգություն, զարգացում։ Աստորեն, բարեբախտաբար, որի համար ես շնորհավորում եմ, որի համար ես ուրախ եմ։ Գոնե դա մնաց, այսպես ասենք, չհանձնեցինք, այն մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս չհանձնեցինք մեծամասնությունը իշխանության, դա լուրջ նվաճում է, որովհետև սրանից 20 տարի առաջ, 10 տարի առաջ, 30 տարի առաջ, 70 տարի առաջ 100% է եղել օկուպացիան, կամազուրկ է եղել հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ընդհանրապես իշխանություն ձևավորելու իրավունք չեն ունեցել։ Դա միշտ պարտադրվել է մեզ, բայց մի պահ այնպես ստացվեց, որ մի 30% մենք իշխանություն ունեինք։ Հետաքրքիր է, չէ՞։ 1990 թվականից սկսած մենք փուլ առ փուլ եկանք հասանք 30%-ին իշխանության, ասենք մշակութային ազատություն ունեինք։ Գիտեք, սովետական միությունը ուներ շատ հետաքրքիր ձևակերպում ազգային փոքրամասնությունների համար, իմպերիայի պրովինցիաների համար, ասենք փոխզիջումային տարբերակ էր, ասում էին ձևով թող լինի ձեր պետությունը ազգային, բովանդակությամբ իմպերիական։
Այսինքն դա պետք է լինի Армянская область, բայց դա православная держава։ Հիմա մենք ձևով ու բովանդակությամբ ինչպիսի պետություն ենք։ Հիմա փոփոխությունը փոխվեց, եթե սկզբից օրինակ սովետական Հայաստանում ձևով ազգային էր բովանդակությամբ սոցիալիստական, իմպերիական, այսինքն մի 30%-ը լեզվի հարցում, երկի բարի, ինչ որ հարցեր կային, որտեղ մենք տեղական ինքնակառավարման հարցերում մենք վճռկայացնելու իրավունք ունեինք, բայց գլխավոր հարցերում պետականաշինության հարցերում մենք այդ իրավունքը չունեինք, այսինքն 70-30 հարաբերակցություններ ի վնաս մեզ։ Հիմա Իսկ հիմա շուռ է եկել, 70% ազգային է, 30% իմպերիական։ Այդ մի քանիսը, որոնց անունները դուք տվեցիք, որոնք անցել են, ներկա են ազգային ժողովում ցավոք սրտի։ Նրանք ընդամենը 30% են, 1/3-ն են իշխանության, փոքրամասնությունն են։ 2018 թվականից դա հստակ արձանագրված է եւ դարձել է ծրագիր վտարել։ Այսինքն ժողովուրդը շարունակում է մերժել նրանց։ Շարունակում ենք մենք պայքարել դրանց մերժելու ծրագրի համար։ Այսինքն իմ մասնակցությունը օրինակ այս ընտրարշավին եւ ընդհանրապես ես բոլոր հարմար առիթներով երևի չասեմ դպրոցական տարիներից հենց որ ինձանից կարծիք հարցրել են ու ես դա կարողացել եմ ձևակերպել, ասել եմ, որ գեցե անկախ Հայաստանը, գեցե մեր ժողովուրդը, որ արժանավոր կյանքի իրավունք ունի։ Պարոն Արշակյան, մենք դեռ այդ ուժերին կանդրադառնանք, որոնք ինչպես ասացիք, օկուպացրել են էլի ընդդիմության այդ դաշտը, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ երեք երեկոյան սկսվեց այդ շնորհավորանքների տարափը Վրաստանի վարչապետը, Ֆրանսիայի նախագահի հետ վարչապետը նաև հեռախոսազրույց է ունեցել։ Այսօր շարունակվում են շնորհավորանքները արևմտյան տարբեր երկրների ղեկավարներ, առաջիններից մեկը հենց Մակրոնը, ԱՊՀ երկրների ղեկավարներ, միջազգային մի շարք կառույցների ղեկավարներ շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին հաղթանակի համար, միայն պաշտոնական Մոսկվան լուռում է, Վլադիմիր Պուտինը լուռ է, ինչ է կարծում, ինչի է սպասում։ Եվ ինչպես է սա բացատրվում առհասարակ։ Իրենց բացատրությունը մենք չգիտենք, բայց մենք կարող ենք փորձել հասկանալ ինչ է կատարում։ Ես ինքս էլ անհանգիստ էի, որ տեղատվություն կլինի։ Դա այդպիսի կանոն կա, սինուսոիդան է, այսինքն մակընթացության եւ տեղատվության կանոնն է, 8 տարի իշխել է արդարության, այդ թավշյա հեղափոխությունը միշտ այդպես է, հեղափոխություններից հետո բան է լինում, տեղաշարժ է լինում, հակահեղափոխությունը հետ է վերցնում, ինչ որ ձևով իշխանությունը հետ է վերցնում։ Ես մտածում եմ, որ հնարավոր է, որ մեր մոտ նրանք հետ գան, այդ ուժերը հետ գան, այդ զսպանակը, որ հետ էր սեղմվել, իմ կարծիքով ոչ էֆեկտիվ կառավարման հետևանքով, քաղաքացիական պայմանագիրը իմ կարծիքով ձախողել է այդ իմաստով, պետք է նրանք պատժված լինեին եւ պետք է տրվեր քաղաքական գնահատական եւ քրեական գնահատական։ Մենք դա չենք արել, նշանակում է նրանց համար արահետ ենք թողել, կալիտ կա, դռնակ, կիսաբաց դռնակ կա, որով նրանք կարող էին սողոսկել նորից իշխանություն, շատ անհանգստացած էի։ Ես կարծում եմ բոլորը, վերջին հաշվով մենք բոլորս տեսանք հեռուստատեսային այդ հաղորդումը, երբ որ Վլադիմիր Վլադիմիրիչը եւ Նիկոլ Վավայևիչը, որ զրուցում էին, ասեցին մենք հետ ենք գալիս։ Փաստորեն Վլադիմիր Վլադիմիրիչը ասեց մենք ուզում ենք հետ գալ, ես հետ եմ գալիս։ Ես ուզում եմ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ես ուզում եմ իմ ուժերը մասնակցեն, պրոռուսական ուժերը մասնակցեն։ Մասնակցելս ո՞րն է։ Մասնակցելը հանուն հաճույքի չէ։ Իշխանություն էր ուզում։ Հենց դա հատուկ ցույց էր։ Ես հիմա կարող եմ արդեն։ Լավ, հիմա ինչու է լռում։ Հիմա ինչու չի շնորհավորում կամ չի շտապում։ Բավարարված չի արդյունքներով, եթե մենք գոհ ենք, մասամբ գոհ ենք արդյունքներից, ընտրությունների, շնորհակալություն հայ ժողովրդին, որ չգայթակղվեց այդ կաշառքները, մաշառքները, սպառնալիքները, դա պատկերացնում եք ինչ սպառնալիք, ինչ ռեսուրսներ են տրամադրվել Հայաստանը վերանվաճելու, օկուպացնելու համար նորից, ծնկի բերելու համար, ինչ ռեսուրսներ են դրել, ես կարծում եմ սրանց կպատժեն։
ովքեր որ հանձնարարել էին, հանձն էին առել սրանք, որ կվերցնեն իշխանությունը, միայն դաբրոն է պետք, դաբրոն կար, փաստորեն չփակվեցին օրենքով եւ տրամաբանությամբ։ Սրանց ովքեր կպատժեն նկատի ունեք, պարոն Աշակյան, Մոսկվան։ Մոսկվան կպատժի իր դրածոներին ռեսուրսները մսխելու համար, վատ աշխատելու համար, հիասթափեցնելու համար, ընդհանրապես ձախողվելու համար։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որպես դրածո ռեսուրսները մսխել են, Ռուսաստանին խայտարակ են արել։ Դա էր Ռուսաստանը։ Դա ռուսական ազդեցությունն էր, այսինքն ռուսական ազդեցությունը այդքան պրովինցիալ է, այս զր պրովինցիալիզմը փաթաթվում էր Հայաստանի վզին, հենց միայն որպես պրովինցիալիզմ, իրանց ամեն ինչով։ Ու բացի դրանից նաև քաղաքական պրովինցիալիզմ էր։ Այսինքն Հայաստանը դարձնել իմպերիայի պրովինցիան։ Իրանք այդ կոլխոզնիկ էին ու Հայաստանը դարձում էին կոլխոզ։ Այդ դրանք ձախողվել են։ Ես որ գործատում լինեի, եթե ես հանձնարարած լինեի ու դրամանպանակսել բացեի, ինչքան 100 քանի միլիոն 160 միլիոն կամ եթե սխալ, այսինքն 100-ից ավել, այդքան հաշվել չգիտեն դրանք, չէ։ Երևում որ տգետ են։ Այդքան փողը պատկերացնում եք, ես կասկածում եմ, որ հանել, ատկատ են արել։ Իրենց տված փողից, որ պետք է իշխանության գային, տեղից են հանել փողը, տեղ չի հասել։ Կաշառքի փողը հանել են վրայից, այսինքն բա հարցնելու է, չէ՞, Կիրիենկոն, Վայնոն, գնալու են զեկուցեն Վլադիմիր Վլադիմիրիչին, ասել են, որ ձախողվել է, փողը տվել ենք, բայց իշխանությունը չենք ստացել։ Սրանք պատժվելու են, կտեսնեք։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարում, որ օրինակ առնվազն Սամվել Կարապետյանը երկար տարիներ մնալու է Հայաստանի Հանրապետությունում եւ իր պատասխանատվությունն է կրելու այստեղ նույն հեծի հետ կապված այդ խախտումների մասով է խոսում։ Ռոբերտ Քոչարյանի մասով ասում է, որ մարտի 1-ի գործով ի վերջո պիտի նա պատասխանատվություն կրի։ Հիմա ինչպես հասկանանք, դուք ասում եք նրանց Ռուսաստանն էլ է պատժելու։ Ի վերջո այնուամենայնիվ, այսպես ասած, կարտահանձնեն նրանց, եթե կարելի է այդպես մեկնաբանել, թե կմնան Հայաստանում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կարծում եմ, որ դեպքեր լինում են, որ մեր եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։ Այստեղ մեր շահերը համընկել են։ Մենք էլ ենք ուզում, որ դրանք պատժվեն, իրենք էլ են ուզում կուզենան դրանց պատժել։ Ուղղակի շորթելու համար։ Իրենք դժգոհ են այս մարդկանցից։ Բա ոնց դժգոհ են։ Այդ 30%-ը կարելի իրենց գրպանում դրած էր։ Սրանից մի շաբաթ առաջ իրենց գրպանում չէր այդ 30%-ը։ Այսինքն եւ նաեւ դեմ չեն լինի, չեն խանգարի, որ Նիկոլ Փաշինյանը օրենքի սահմաններում Հայաստանի իշխանությունը իրավապահ մարմինները գործեն։ Մատների արանքից կնային, իհարկե կդժգոհեն, պերեդաչի կուղարկեն, քսիվաներ կուղարկեն, նամակ բան կուղարկեն, բայց կասեն տեղն է դրանց։ Հիմա էլ են պատժում։ Հիմա էլ են նրանք պատժված։ Նրանց կարգավիճակը կամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դա Նիկոլ Փաշինյանը իր բերանով, բայց դա Պուտինն է ասում։ Որն ասում, որ ասում է ձեզ երկար ժամանակ պետք է, դա հետաքրքիր է, ինչ տարբերություն, ով է նրանց ազատազրկելու, ով է նրանց բանտարկելու, կարևորը բանտի դուռն է, այ Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են, երկուսն էլ ուզում են դրանց պատժել, մեկը ձախողելու համար, այս մյուսն էլ զավթելու համար։ Նիկոլ Փաշինյանը դրանց համարում է իր ծրագրերի հակառակորդը, իր ծրագրերը, քաղաքացիական պայմանագրի ծրագրերը, այդ արդարություն, անկախություն, Եվրոմիություն, ճիշտ եմ ասում, չէ՞։ Խաղաղություն, հա, բարգավաճում բառը այլ իմաստով։ Հիմա պատկերացնեք Պուտինն էլ պետք է ասի ձախողվել եք, հաշիվ փակեք, բանտում։ Ես կարծում եմ, որ դա հետաքրքիր վիճակ է, ու ես հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց Նիկոլ Փաշինյանը չպետք է դա հայտարարի, դա պետք է դատախազա, դատավորները, այդ ԲԴԽ, ՄԴԽ, խռբռ, տեսեք ինչեր ունենք մենք, այդ խռբռները պետք է իրավապահ մարմինները պետք է փակեին, այդ դրան շրխկոցեն, զադվիշկեն, որ շրխկում է բանտի, այդ դա պետք է ձայնագրեն այն կաշառակերության, կաշառատվության, ազգային այդ շպիոնության,
կեղծարարության, գիտեք, չէ, փաստաթղթեր են կեղծում, ինչեր են անում, մեզ հայհոյում են, երբ որ մեր պետության դեմ, մեր ժողովրդի հանրաքվեն ու ստորագրահավաքը, երբ որ առհամարում են, դա հայհոյել է, այ դրա համար հարկավոր է դրան շարխկոցը դնել, դուրը փակվեց ու այն զանգ։ Հիմա դուք հավատում եք, որ վերջնականապես այս հայտարարությունները ոչ թե քաղաքական են, այլ իսկապես իրավապահ համակարգը, դատա իրավական համակարգը արձագանքելու է դրան։ Ես միշտ ասել եմ, քանի դեռ Հայաստանում գործում են պրովինցիալ գուբերնիայի օրենքները, պետք է գործի քաղաքական կամքը, մուրճը, հեռախոսը, զադվիշկեն, նարուչնիկները, ձեռնաշղթաները, ոտնաշղթաները, մահակը, այսինքն ես կարծում եմ, որ քաղաքական հայտարարությունը անհրաժեշտ է, որպեսզի դատավորը իրեն պաշտպանված զգա։ Նրանց կողմից մեր իրավապահ մարմինների վրա կա հսկայական ճնշում ու ակնհայտորեն հերոսատեսային Նախկինների նկատի ունեք, նախկինների կողմից է այդ ճնշումը։ Օկուպանտները։ Նախկինում որ օկուպանտ են, դրանք զավթիչներ են, մեր երկրի իշխանությունը զավթել են ակնհայտորեն, թաքնված չեն, էլ պարտիզաններ չեն դրանք։ Դրանք մունդիրներով, ուսադիրներով մարդիկ եկել են անձնագրով, լեզվամտածողությունով, կենսագրությունով զավթիչները եկել են ու ես կարծում եմ, որ նրանց նկատմամբ պետք է աշխատի օրենքը առանց քաղաքական հայտարարության, բայց եթե օրենքը չի աշխատում, որտեղ օրենքը հարմարեցված է զավթիչներին, այսինքն ոնց կարող է սահմանադրական դատարանը արդարացնել մարտի 1-ի գլխավոր հեղինակին, գլխավոր դերակատար, հա, հանցագործ։ Մենք ունենք իմիջիալոց դատավաճեր, միջազգային դատարանը տվել է մեզ դատավաճեր, ազատորեն կարող ենք ասել հանցագործ։ Չնայած դրանք դատի տալու խասյատ բնավորություն են, դրանք դատի են տալի։ Ուրեմն ես կարծում եմ, որ քաղաքական վճիռը, քաղաքական հայտարարությունը անհրաժեշտ է, որպես քաղաքական գնահատական, որպեսզի իրավապաշտպան մարմինները արդարադատության համակարգը համարձակորեն գործի, պատժի ըստ արժանավորին։ Լավ, Զախարովայի հայտարարություններին նաև անդրադառնանք, տեսեք, Զախարովան հայտարարում է, որ Կրեմլում նախ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին, որպեսզի դրանից հետևություններ անեն, բայց ասում է, որ մենք նաև արձանագրել ենք, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման եւ արևմուտքի միջամտության պայմաններում, իդեպ պաշտոնական Մոսկվան հաճախ էր հայտարարում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, իրենք չեն ճանաչելու այս ընտրության արդյունքները, որովհետև արևմուտքը միջամտում է եւ այսպես շարունակ։ Նախ հասկանանք այս հայտարարությունը ինչի մասին է, պարոն Աշակերյան, եւ արդյոք պաշտոնական Մոսկվան, Կրեմլը պատրաստվում է մեկնաբանել նաև իրենց մասով միջամտությունների մասը, գիտեք, այդ մասով փաստերի ստուգման հարթակն է հայտարարություն արել, թե ինչպես FSB-ի մակարդակում իրենք փորձել են մարդկանց մոբիլիզացնել եւ ուղղորդել Հայաստան ընտրությունների։ Մոսկվան պատրաստվում է սրանք մեկնաբանել, թե չակնկալել նման մոտեցում, այսպես ասած։ Մենք մեկնաբանություն մարդիկ չեն հրաժարվում, ակնհայտորեն նրանք միջամտում են, այդ միջամտությունը համարում են իրավունք։ Այ իմպերիայի իրավունքը պրովինցիայի նկատմամբ, գաղութատիրոջ իրավունքը գաղութի նկատմամբ, իրենք դա համարում են անթակույց, համարում են իրավունք, իրենք իրավունք ունեն, այ որ մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, ուրիշների աջակցությունը։ Դե չէ, պարոն Աշակյան, տեսեք, օրինակ Եվրամիության ոչ մի երկրում չի եղել, որ իրավապահ մարմինները զանգեն քաղաքացուն, ասեն գնում ես Հայաստան ընտրություններին մասնակցելու եւ ընտրում ես այս ուժին։ Հիմա իրենք ասում են Եվրամիությունը միջամտել է ընտրություններին, բայց կան հստակ փաստեր, որ FSB-ն Ռուսաստանում լծված է եղել այդ գործին, երբ հստակ զանգել են քաղաքացիներին, ասել են, որ պիտի մասնակցեն ընտրություններին եւ պիտի ընտրեն հստակ ուժերի։ Եվ վերջին նաեւ տվյալները, թե մոտ 100,000 մարդ է Ռուսաստանի Դաշնությունից վերջին 10 օրվա ընթացքում եկել Հայաստան եւ ընտրությունների պատկերի վրա դա էլ կարող էր ազդեցություն ունենալ, բայց դա մի կողմ, ամեն դեպքում սա միջամտություն է, թե չէ։ Իհարկե միջամտություն է։ Ես ասում եմ, որ նրանք դա համարում են իրենց իրավունքը, այդ միայն այսբերգի վերևի մասը մենք տեսանք։ Այդ հայտարարությունները դիտավորյալ են սարքում այդ հոսքը,
մեզ ցույց են տալիս, մեզ սպառնում են, երբ որ բացահայտում են իրենց ագենտներին, դա էլ ճնշելու ձև է։ Իրականում կա թաքնված ստվերային ազդեցությունը։ Տեսեք նրանց ծրագրերը, այդ 19 կուսակցությունների ծրագրերը նայեք։ Դրանցից քանիսն են եղել անկախական, քանիսն են պրովինցիալիզմին դեմ եղել, գաղութատիրությանը, գուբերնիային դեմ եղել։ Դա իրենց այդ էշալոնացված ներկայությունն է անթակույց։ Այդ տեսեք, եւ վրա քվեին, քանի կուսակցություն է մասնակցել։ Հաշվենք, հա, այնտեղ գտնվողներից քանիսն էին, 2-ը։ Հանուն հանրապետության կուսակցությունը եւ քաղաքացիական պայմանագիրը, ուրիշը չկար։ Այդ երկուսին առանձնացրեք, մյուսներին շարք կանգնացրեք, բալալայկա տվեք ձեռները, թող նվագեն։ Այսինքն Ռուսաստանի ներկայացուցիչներն էին դրանք ստվերում, ոմանք մունդիրով, ոմանք առանց մունդիրի։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում որպես փրկիչ։ Հիմա Ռուսաստանից եկած քաղաքացիները եկել էին Հայաստանը փրկելու, հիմա ասում եք որպես չէ, նրանք հանձնարարությամբ եկել էին Հայաստանը օկուպացնելու։ Բայց իրենց ընկալմամբ եկել են փրկելու։ Գիտեք, չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, դա շատ հին է, Համուրաբն է գրել։ Նրանք եթե չգիտեին, միևնույն է իրենք օկուպանտ էին, իսկ եթե գիտեին, միևնույն է նրանք եկել էին մեր ազատությունը խլելու, մեզ գուբերնիա դարձ, մեզ այդ 51 պետության դեմ պատերազմի տանելու։ Դուք հասկանում եք, որ Ռուսաստանը այսօր պատերազմի մեջ է 51 պետության դեմ, ու հիմա մեզ ներքաշում են այդտեղ, որ մենք նորից գնանք Ստալինգրադ ու Բերլին, դրանք դա են անում։ Այդ ովքեր որ եկել էին, նրանք մեզ տանում են պատերազմ Դոնեցկում։ Բայց իրենք էլ պնդում են, որ հակառակն է վտանգավոր, իրենք եկել են մեզ փրկեն, քանի կոպեկ, իրենց մոտ կոպեկն է դա։ Քանի կոպեկ արժի իրենց կարծիքը։ Այսինքն մարդը սվիններով եկել է, գրոհում է իմ հայրենիքի վրա ու ես նրա կարծիքը պետք է հաշվի առնեմ։ Ես դրա համար եմ ասում, իմ կարծիքը նույնպես սվին պետք է լինի։ Ես նրանց պետք է սվիններով դիմավորեմ։ Ես նրանց մուրճով ու գերանդիով պետք է դիմավորեմ, մանգաղ չասեցի։ Դրա համար եմ ասում, մենք ինքնապաշտպանվելու իրավունք ունենք, եթե օրենքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավունքները սահմանափակ են, քաղաքական վճիռ է կայացվում, փակում ես նրանց, 10 տարի հետո թող նոր դատավարություն լինի։ Ես դա եմ ասում, որ մենք իրավունք ունենք դա անելու, վտանգը ակնհայտ է։ Նրանք գալիս են մեր երկիրը զավթելու համար, մեզ զրկելու այս նոր ձեռք բերված ազատություններից։ Դրա համար ասում եմ, որ ես դժգոհ եմ վճռականությունից, իշխանությունների։ Բայց ինչի իրենց հետ չեմ։ Դուք չասեցիք, չէ՞ ու քաղաքացիական պայմանագրի աջակից լա, չեք ասել, չէ՞։ Հանկարծ չավելացնեք հետո առանձին։ Ես չեմ աջակցում նրանց, որովհետև համարում եմ, որ թերանում է մեր իշխանությունը։ Նրանք չպետք է մասնակցեին ընտրություններին։ Պարոն Աշակյան, բայց մենք տեսանք, որ առնվազն գործընթացը մտավ իրավական փուլ, երբ Հանրապետություն կուսակցությունը նախաձեռնեց եւ դիմում ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մերժում ստացավ։ Իրենք պետք է կանխեին, պետք է ընթացք տային, ոչ թե այդ դիմումին, այլ այն ինչ որ հասարակության մեջ շրջում էր։ Պարոն Աշակյան, հակակոռուպցիոնի այդ բացահայտումները ընտրակաշառքի դեպքերը ինչ եք կարծում, այս պատկերի վրա, վերջնարդյունքի վրա մեծ ազդեցություն է թողել։ Իրեք շատ եմ ուզում, որ մեծ ազդեցություն թողնի, շատ մեծ ազդեցություն։ Չեղյալ համարեն նրանց քվեները։ Տեսնում եք ինչի մասում եմ խոսում։ Դրա համար ինձ մոտ չեն թողնում այդ խոսափողին ազգային ժողովում, գիտեք խոսափող կա այնտեղից, որ ասում ես չեղյալ ձեր քվեները։ Այ եթե ճիշտը դա է, եթե գողացել են մեր ձայները գողացել են, դրանք մեր ձայներն են Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի իշխանությունը գողացել են, այդ կաշառատվությունը, կաշառառությունը, դրանք գողեր են երկկողմանի, տվողը եւ առնողը գողությունը, իշխանությունը գողացել են։ Իշխանությունը նկատի ունեք ընդդիմադիր սեգմենտը։ Հայ, գաշարք այդքան ռեսուրս ունենա ադմինիստրատիվ ու կաշառք տա համել, դա լրիվ ուրիշ բան կստացվեր։ Ես չեմ կարծում, որ իշխանությունը համել կաշառք է տալիս։ Իշխանությունը գալիս է ծրագրեր է ներկայացնում, կոնֆետա բաժանում էլի, տոնածառա, ինչ է, չգիտեմ։ Ուզում ասեմ, իշխանության գործը չի
կաշառք տվողներին բռնել են։ Եթե չէ, այդ բոլոր հայտարարությունների հեղինակները պետք է բերդում հայտնվեն, այդ ձայնագրությունները որ կան, եթե դրանք կեղծ են, եթե դրանք հերյուրանք են, զրպարտություն են, պատկերացնեք մեր իրավապահ համակարգը ինչ վիճակում է, ես հավատում եմ նրանց։ Պարոն Աշակյան, իսկ այս ընդդիմադիր շրջանակները, այս նոր ուժերը կամ հին ուժերը նորովի փաթեթավորված, այո, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ինչ է կարծում, մանդատները կվերցնեն կգնան խորհրդարան։ Դեռ մանդատը լուր են, դեռ չեն մեկնաբանել, որևէ բան չեն խոսել։ Ուրա որ չվերցնեն։ Բայց նրանք կվերցնեն, բայց ոնց էին այս 8 տարին ինչ էին անում։ Թողում էին մանդատի, աթոռը հետները տանում էին։ Ես լսել եմ, որ այդ իրենց վասկաթոռները դեմոնտաժ էին անում, հետները տանում էին, որ հանգարց ուրիշը չգան նստի։ Նրանք ոնց կարող են հրաժարվել, այդքան փող են ծախսել, թուքումուր են կերել, որ աթոռից հրաժարվեն, մանդատից հրաժարվեն, չէ, նրանք չեն հրաժարվի, բայց լավ կլինի, որ հրաժարվեն։ Այսինքն արտահերթ ընտրությունների հեռանկար դուք չեք տեսնում։ Տեսնում եմ։ Ինչպես։ Անակնկալներ լինում են մեր կյանքում։ Անակնկալ։ Այսինքն այս խորհրդարանն էլ երկար կյանք չի ունենաս ձեզ։ Ես կարծում եմ, որ ճիշտը դատարանի միջոցով չեղյալ համարելն է, նրանց մանդատները պետք է հետ վերցնեն, որովհետև ակնհայտ հանցագործություն է տեղի ունեցել, գողացել են իշխանությունը, փողը տվել, առել են իշխանությունը, դա չի կարելի հարկավորել ծրագրով, նպատակներով, քարոզչությունով համոզել մեր քաղաքացիներին ու ստանալ նրանց քվեն։ Նրանք գողացել են, դա հանցագործություն է։ Մեր պետությունը իրավունք ունի, իշխանությունը իրավունք ունի նրանց պատժելու եւ զրկելու մանդատից։ Ես դա եմ ուզում, որ զրկեն մանդատից, եթե անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնեն, եթե չէ կան էլի 19 հոգի երկրորդ էշալոնից թող բերեն։ Ես նրանց էլ այդ ովքեր որ շարք են կանգնել, բացի այդ երկուսից, ովքեր որ Եվրաքվեին մասնակցել են, այն մյուսները ես համարում եմ, որ նույնպես դրածոներ են, բայց ասենք ցածր կարգի։ Իսկ ընդդիմությունը ինչու է վերաններում ջուր վերցրել, այսպես ասած, ինչու է այս լռությունը դաշտում։ Իջել է ջրի հատակը մինչև անցնի վտանգը։ Դա հիմա ինչ ասեն, բռնվել են։ Մեր գրպանում բռնել ենք նրանց ձեռքը։ Ինչ ասեն։ Նրանց հետո այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կարող է լուրջ լինի։ Որ հայտարարության մասին է որ ձեզ երկար տարիներով պերեդաչի պիտի վերեն ձեր հարազատները հանձնուկ, ես հատուկ իրենց տերմիններն եմ օգտագործում, դա իրենց անհանգստացնում է։ Մտածում եմ Նիկոլն ամեկել տեսար արեց, բավոր արեց, բավոր այդ հանձնարարությունը ընդունեցին, դատախազներն ու դատավորները բավոր հնազանդվեցին ու կատարեցին, բավոր փակեցին, իրանք դրա համար սուս են մնացել, ծպտուն չեն հանում, մինչև տենան ինչ կլինի։ Համել դուք ասեցիք այդ հարցը, Ռուսաստանը դեռ չի ասել, դժգոհ է թե գոհ է, եւ ումից է դժգոհ, ումից գոհ։ Պետք է Ռուսաստանը դա էլ ասի, չէ՞։ Իսկ Ռուսաստանի ընտրությունների արդյունքները ճանաչելը, շնորհավոր չշնորհավորելը, մեծ բան փոխում է։ Ամեն դեպքում դաշնակից պետություն է, պարոն Աշակյան, չմոռանաք։ Շակերտներ դրեք, որովհետեւ իսկապես իրենք արդեն հայտարարում են, որ տնտեսական պատերազմ է հայտարարել մեզ Ռուսաստանը, ռազմական միջոցառումներ է անցկացրել Նագորնի Ղարաբաղում։ Իրենց միջոցներով մանկապարտեզներ են վերանորոգում կամ կառուցում։ Դա շփոթեցնում եք ինձ։ Ես ասում եմ, տնտեսական պատերազմը այսօր հայտարարված է։ Դա կարծիք է հայկական պետության մասին եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Հենց որ մեզ ասում են փրկիչ, ասում եմ ղարսը բերեք։ Ղարսը ինչի չփրկեցիք։ Նախիջևանն ու Նագորնի Ղարաբաղը։ Փրկիչը որտեղ փրկեց մեզ։ Այնտեղ որտեղ որ Վուդրո Վիլսոնն ասել էր թող մնա, դա էր իրենց փրկիչը։ Այսինքն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը ասում է ձեռ չտակ, ուրեմն իրենք փրկեցին, ես կարծում եմ, որ Ռուսաստանի կարծիքը այսօր
նույնիսկ իրենց ռուսներին չի հետաքրքրում։ Եվ խորհրդարանի այսպիսի դասավորությամբ, եթե ամփոփենք, պարոն Աշակյան, առաջիկա 5 տարիները ինչպիսի արտաքին քաղաքականություն է ակնկալում այս գործող իշխանությունից, քանի որ իշխանությունը այնուամենայնիվ մեծամասնություն է կազմում խորհրդարանում, եւ ինչ սպասել, ինչ քայլերի 5 տարվա հեռանկարում ինչպիսի Հայաստան եք տեսնում, ինչպիսի Հայաստան եք պատկերացնում եւ արտաքին քաղաքականության իմաստով հատկապես ինչպիսի քայլերի սպասել։ Արտաքին ճնշումները կկարգավորեն։ Ես կարծում եմ բարենպաստ քամիներ են գալիս, հարկավոր է առագաստները պարզել եւ լողալ այդ քամու ուղղությամբ։ Այդ շնորհավորանքները բավական լուրջ էին։ Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքի մեծ մասշտաբով, արևմուտքի կարծիքը դա համընթաց քամի է։ Առագաստները մեր իշխանությունները պետք է պարզեն ու գնան դեպի Հայաստանի Հանրապետության համար նպաստավոր նավահանգիստ։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ սրանք հանձնարարություն приказ будет выполнят։ Հրաման կգա այն բանից Վաշինգտոնից կհրամային Մոսկվային, Մոսկվան էլ կհրամայի այս բանին, ոնց էր դրածուներին։ Նրանք էլ կանեն։ Ես դրանց տեսել եմ 1990 թվականին, սրանք էին էլի։ Այս նույնները, անուն ազգանունով նույն մարդիկ էին։ Մի մարդու նման ձեռքները պարզեցին 100%-ով քվեարկեցին օգուտ անկախության այդ հանրաքվեի։ Դուք պատկերացնում եք կոմունիստական կուսակցության նոմենկլատուրան 1991 թվականի սեպտեմբերի 23-ին մի մարդու պես հրաման եկավ քվեարկել օգուտ անկախության։ Քվեարկեցին, սրանք էլ կքվեարկեն։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանն էր, կհանդիպենք։